Ողջույն հարգելի ցուլեր, այս տեսանյութում կնայենք մարտ ամսվա կանխատեսումը բոլոր 12 ոլորտների վերաբերյալ։ Չենք նայի մանրամասն, ինչպես որ նախորդ անգամ էր, կնայենք ընդամենը այն քարտը, որ դուրս է գալիս եւ այդ քարտի ոլորտները միայն կմեկնաբանեմ, ուրիշ ոչինչ։ Եթե բարդ քարտ ընկնի եւ մեզ պետք լինի հավելյալ տեղեկատվություն, ապա այդ ժամանակ ես կնայեմ։ Եթե ոչ, ապա հենց այդպես, ինչպես որ ընկել է, այդ հարցերի պատասխանները միայն այդ քարտով կլուծենք։ Տեսնենք, կհիշեմ, ինչպես դասավորեցի խոյերին, ձեզ մոտ եւս այդպես դասավորեմ։ Ցուլերի տրամադրությունը մարտ ամսին, ինչպես կմտնեք դուք մարտ ամիս եւ ինչպեսի տրամադրություն կունենաք ընդհանուր մարտ ամսվա ընթացքում։ Տեսնենք։ Գումարները շրջապատը ձեր ընտանիք, տուն, երեխաները, ձեր առողջությունը, սեր, հարաբերություններ, փաստաթղթեր, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ եւ օգնություն եւ վախեր, խնդիրներ, գաղտնիքներ, որոնք որ ունեք։ Հուսով եմ նույն կերպ եմ դասավորել։ Եվ մենք կսկսենք տրամադրությունից։ Ինչ տրամադրությամբ կմտնեք դուք մարտ ամիս, ինչեր կցանկանաք անել։ Ոնց որ ամեն ինչը հեշտացված կմտնեք մարտ ամիս, այսինքն հեշտ կստանաք յուրաքանչյուր բան մարտ ամսին, եթե վերցնենք սա որպես մարտ ամսվա տրամադրություն։ Այսինքն մարդուն ամեն ինչը հեշտ է տրվում։ Ուզում եք սա անեք, հեշտ է տրվում, ուզում եք նա անեք, հեշտ է տրվում, հա, հեշտացված է ձեզ համար մարտ ամիսը։ Ձեր տրամադրվածությունը դեռ կտեսնենք մնացած քարտերը։ Բայց մարդը, որ արդեն տրամադրված է, որ ամեն ինչը կամ դուք եք հեշտացնելու, թեթևացնելու, հա, ոչ բան չեք բարդացնելու, ձեր կյանքում, այսինքն ամեն ինչը թեթև պետք է անեք, հա, ոչինչ, որ խնդիրներ լինի, միևնույնն է, ես ամեն ինչ ավելի հանգիստ ձևով կլուծեմ, հա, այդպես կարող եք մտնել։ Սա նաև կարող է լինել այնպես, որ ինչ-որ մարդկանց ծանոթանաք, մարդկանց հետ ծանոթանաք եւ այդ մարդիկ ձեզ համար ինչ-որ բաներ ավելի հեշտ անեն, հեշտացնեն։ Սա կամուրջ է, իսկ կամուրջը դա ավելի ոնց որ մարդուն հեշտ տեսնել դիմացինին, հաշտվել, խոսել, պայմանավորվել, պայմանագիր կնքել, աշխատանքի ընդունվել, ինչ-որ բան է, որը որ շատ հեշտ է, միանգամից գնում եք, ասում եք սա եմ ուզում, հա, խնդիր չկա, հա, եկեք անենք, այդպես ինչ-որ շատ հեշտ, արագ կլինի ամեն ինչ մարտ ամսվա ընթացքում։ Տեսնենք գումարը։ Գումարի քարտն ընկավ։ Եվ գումար է մուտք գործելու ձեր տուն, եւ գումար է դուրս գալու մարտ ամսին։ Միգուցե դե ինքը որ արդեն ընկել է, դա կարող է մեծ գումարի մասին է խոսքը, որ մեծ գումար է գալիս ձեր տուն։ Ոմանք կարող են աշխատել։ Այո, այստեղ ինչ-որ բաներ կան։ Ոմանք կարող են աշխատել եւ այդպես գումար գա ձեր տուն։ Կարող եք մեծ իր գնել, կարող եք մեծ իր վաճառել եւ այդպես գումար գա։ Կարող եք ավելի շատ աշխատել, հա, ոնց որ այստեղ ամեն ինչը հեշտ է եւ դուք եւս հեշտ գումար եք կարողանում աշխատել։ Կարողանում եք ոնց որ վաստակել այդ գումարը, առանց որևիցե ինչ-որ երկար բարակ խնդիրների։ Գումարային առումով բացարձակ չեք նեղվի մարտ ամսին, գումարը կա, գումարը կարողանում եք ծախսել, ոչ մի այստեղ խնդիր չկա։ Տեսնենք ձեր շրջապատը։ Այստեղ շրջապատը միգուցե կարող է այնպիսի մարդկանց հետ ծանոթանաք, որոնք ձեր կյանք հաջողություն կբերեն։ Հաջողակ ծանոթությունը, այսինքն այնպիսի մարդիկ են, որոնք որ
կարող են աջակցել ձեզ, ինչ որ բան պետք լինի մի անգամից ձեր կողքը կանգնած են, հաջողակ մարդիկ են ձեզ մոտ։ Եվ եթե քույր եղբայր ունեք, ապա իրենց հետ եթե վիճել եք այսքան ժամանակ, սա նշանակում է հաջողություն։ Այնպիսի մի շրջապատ կմտնեք, որտեղ դռներ է բացվելու ձեր առջև, այսինքն այդ շրջապատի մարդիկ, ձեզ համար, այն մեկը կարող է ասի, հա, ես իմ եղբայրն այդ հարցերով զբաղվում, ինչ ա եղել, այստեղ հեշտացնում է ձեր գործերը, ես կարող եմ հանգիստ անել, ահա, ձեր առջև դռներ բացեց այդ մարդը, ում որ կարող եք նաև նոր ծանոթանալ, այս ամիս ծանոթանալ, մարտ ամսին ծանոթանալ։ Պես որ այստեղ միգուցե նաև ձեր քրոջ կամ եղբոր մոտ է, որ նոր դռներ բացվում եւ դուք իմանում եք այդ մասին։ Միգուցե վաղուց երեխա չէին ունենում, կամ ինչ որ մի բան է, որը փոխում է նաև իրենց կյանքը, իրենց մոտ է նոր դռներ բացվում։ Դա նաև մեքենան է, երրորդ տունը, հաջողությամբ լավ մեքենա ձեռք կբերեք, եթե ուզում եք գնել եւ լավ մեքենա եւ մատչելի գներով այդպես։ Ուսումն է եւս, ուսումը այստեղ էլի հաջողությամբ կհանձնեք ձեր քննությունները, եթե քննություններ ունեք, եթե նման հարցեր կան ձեր մոտ։ Տեսնենք ընտանիք երեխաներ։ Այստեղ տուն ավելի շատ, ընտանիք եւ տուն։ Այստեղ ընտանիքը կարող է ձեզ բարկացնել, չգիտեմ ինչու։ Տեսնենք ինչն է պատճառը, ինչու են ձեզ բարկացնում։ Կամ տան համար եք բարկանալու, ինչ որ մի բան ձեզ դուր չի գալու, կամ ընտանիքի անդամների վրա եք բարկանալու։ Վեճ է սա, վեճ է, որ կարող է լինել ձեր կամ տան համար, կամ նաև ընտանիքում։ Այստեղ ամուսինների միջև է, ով որ ամուսնացած է, իրենց է վերաբերվում։ Դա կարող է լինել նաև ընտանիքի անդամները, բայց այստեղ ավելի շատ նայեք ամուսնությունն է։ Կամ ինչ որ մեկը ուզում է ամուսնանալ, դիմացինը համաձայն չի, այդպես դեմը, ընտանիքի անդամներն են դեմ, կամ տան հետ եք կապված, այստեղ վիճում եք իրար հետ, միգուցե ժառանգության հետ կապված հարց է, բաժանում, իրարից բաժանվում եք եւ այդ խնդիրներն են, թե որը ում պետք է մնա, ով ինչ պետք է անի։ Նմանատիպ խոսակցություններ են, ինձ թվում է այստեղ արդեն պետք է կարողանաք ձեզ զսպել, որովհետև այստեղ լույս է վառվում եւ յուրաքանչյուր հարցին կկարողանաք հանգիստ լուծում տալ առանց որևիցե շատ նյարդեր օգտագործելու։ Դա համար պետք չի այստեղ։ Պետք չի այստեղ շատ նյարդայնանաք։ Տեսնենք երեխաների հետ կապված, եւս էլի հաջողակ քարտ է, տեսնում եք այստեղ, երեխաների մոտ կարող են որևիցե հաջողություններ լինել, դուք հաջողությամբ հղիանաք, դուք հաջողությամբ ծննդաբերեք, եթե երեխաները փոքր են, ինչ որ դպրոցի հարց է, մանկապարտեզի հարց է, դրանք հաջողությամբ լուծեք։ Եթե ձեր երեխաները մեծ են, այստեղ հաջողությամբ քննություն կհանձնեն, հաջողության ամեն ինչը, այստեղ հաջողություն է իրենց սպասվում։ Կամ լավ աշխատանքի կամ թունվային կանցնեն, կամ կարող է ամուսնանում են, դա է իրենց համար հաջողություն, նոր դուռ է բացվում, իրենց համար։ Այնպես որ այստեղ եւս իրենց համար եւ ձեզ համար, եթե դուք ուզում եք հղիանալ, ապա հիանալի ժամանակ է, կարող եք հղիանալ մարտ ամսին։ Առողջությունը տեսնենք։ Առողջությունը պոպոքի նման պինդեք։ Արջուկի նման արջուկ, բացարձակապես խնդիր չկա նայեք, արջը ինչպես է, արջը դա ուժ է, դա էներգիա է, որը կունենաք եւ ոչ մի տեղ չի ցավը, ոչ մի խնդիր չի լինի մարտ ամսին, այդպես գլոբալ, որ ասեմ մարդը ուժից կընկնի, մարդը վատ կզգա, չէ։ Եթե անգամ թույլ եք իմունիտետը ցածր էր, ապա կարող է մարտ ամսին ինչ որ դեղորայքներ եք խմում կամ ավելի ուրիշ կերպ եք սկսում սնվել եւ էներգիան տոնուսը բարձրանում է, ամուր կանգնած եք ոտքի վրա։ Տեսնենք սեր եւ հարաբերություններ, ահա, այստեղ կան արդեն։ Ինչու է գալիս։ Այնտեղից էլ սկսենք։ Օձերն է խառնում ձեր ընտանիքը, դրա համար այստեղ վեճ, կռիվ ընտանիքում։ Մի լսեք ոչ ոքին այս ամիս, մի լսեք, պարզ եղավ ինչն է պատճառը այստեղ, գործ չունեք, մի պատմեք ձեր ընտանեկան հարաբերությունների մասին, մի խոսեք դիմացինի հետ,
ոչ մի անձնական թեմայով, որովհետև իրենք այստեղ տանը, ձեր տան ընտանիքում կռիվ են գցում, իրենց հետ գործ չունեք, մի կիսվեք ոչ ոքի հետ, անգամ եթե զգում եք, որ լավ ընկերուհի է, միևնույն է, լավ ընկերուհի գոյություն չունի, թե հիմա ինչ-որ մեկը հիմա դեմ կլինի իմ ասածին, ձեզ տալիս եմ մի քանի տարի, հետո կարող եք հետ վերադառնալ, ինձ կպատասխանեք գոյություն ունի լավ ընկերուհի, թե ընդհանրապես գոյություն չունի։ Սա նաև գայթակղություն է, ովքեր ամուսնացած են եւ հատկապես տղամարդ են, պետք է ուշադիր լինեն գայթակղությանը։ Սա նաև ուղղակի ինչ-որ մեկին կարող եք տեսնել, գայթակղվել, գուցե սիրահարվեք, այդպես ուժգին, սա ուժգին սեր է, բայց սա նաև այս հարաբերությունները ինտիմ հարաբերությունների վրա են հիմնված։ Տեսնենք այս օծը ձեզանից ինչ է ուզում։ Նայեք, այստեղ եթե վերագրենք, հա մենք խոսում ենք հարաբերություններից, ուզում է որ հարաբերությունները սառեն։ Մեկը մյուսի հանդեպ սառի, նախանձությունն է խոսում, այնպես որ մի թողեք այս օծին ձեր հարաբերություններ, մի թողեք ձեր ընտանիք։ Այնպես է անում, որ ընտանիքում կռիվ լինի, հարաբերություններում սառնություն, հա, սա սառը քարտն է, այսինքն դա մարդը գործնական է, շփվում, հարաբերությունները չկա ռոմանտիկա, չկա այդպես շատ սեր, միայն գործ, միայն սառնություն։ Ուզում է որ ձեր կյանքում նմանատիպ այդպես լինի։ Ձեզ խորհուրդ ոչ ոքին մի թողեք ձեր անձնական տարածք այդ ամսին ամենայն դեպս։ Տեսնենք փաստաթղթերի հետ կապված ինչ հարցեր կան, ինչեր կանեք։ Ոյ, քարտը թարս է։ Ուրեմն թարս է պետք է լիներ։ Որովհետև այստեղ նաև կարող է վեճ լինել փաստաթղթերի հետ կապված հարցերում, դա համար ինքը շատ լավ էր, որ թարս էր ընկել, վեճը գնում է։ Այստեղ կարող է շատ խոսակցություն լինել, անընդհատ ձեզանից կարող են փաստաթղթեր պահանջել։ Նաև դուք գնաք ինչ-որ մի տեղ, անընդհատ խոսեք, անընդհատ փաստաթղթեր ուզեք, ինչ-որ մի տեղից, նույնիսկ գաք, հետո նույնիսկ կարիք լինի, էլի նույնիսկ գնաք։ Այդ փաստաթղթային հարցերով անընդհատ ինչ-որ զբաղմունք է այստեղ, գնալ գալ։ Բայց նաև վեճ է սա։ Վեճ է ինչ-որ փաստաթղթերի հետ կապված։ Դա կարող է լինել տան սեփականության իրավունք, այստեղ եւս տան մեջ խոսակցություններ։ Ինչ-որ մեկը կարող է փաստաթուղթ եք ուզում, որ տա չի տալիս, խոսակցություններ կան, այնտեղ կարող է լինել հարկայինը, կարող է լինել մեկ այլ տեղ։ Ամեն ինչը պետք է չափված լինի այդ ոլորտում, փաստաթղթերի ոլորտում։ Ամեն ինչը ճիշտ դասավորված, որ հանկարծ ինչ-որ մեկի լեզուն չի երկարի, որ դուք օրինակ այս փաստաթուղթը չունեք։ Լավ կլինի, քանի փետրվարն ենք, վերցնեք, այդ փաստաթղթերը շատ կարևոր ձեզ մոտ պահեք, որ հետո ոչ մի խնդիրներ չառաջանան։ Տեսնենք ճամփորդությունը։ Տեսակ ճամփորդությունը այդքան էլ ասեմ, որ դժվար կգնաք, կամ դուք եք ուզում դիմացինը չի ուզում, այստեղ ճամփորդելու հետ կապված կարող է նաև վեճ լինել։ Մեկն ու մեկը ընտանիքի անդամներից կամ զույգից համաձայն չեն, որ մյուսը գնա։ Կամ շատ եք գումար ծախսելու, կամ ճիշտ ժամանակը չի, որպեսզի գնաք։ Ինչու եք վիճելու։ Ինչու պետք է վիճեք ճամփորդելու համար։ Ինչ որ տղամարդ է, նայեք չի թողնում։ Եթե օրինակ պետք է գնաք սովորել, հա, ինչ որ միտեղ հեռու, ձեր հայրը չի թողում։ Եթե պետք է ժամանակավոր գնաք ոչ միտեղ աշխատեք, ձեր ամուսինը չի թողնում, էլի ձեր հայրը չի թողնում, դրա համար կարող է վեճ լինել։ Դեր է խաղում այս տղամարդը։ Ինքն է որոշում, այսինքն գնաք, չգնաք, հա, կարողանաք կամ ինքն է դեմ, ինքն է ասում չեմ գնում, դուք ուզում եք եւ էլի այդպես վեճ է։ Ճամփորդություն այդ ամիս ամենայն դեպս չի սպասվում։ Ինչ-որ մի բանի պատճառով, միգուցե իր գործի պատճառով է, գործ պետք է անի, աշխատում է եւ չի կարող այդպես ձեզ տրամադրել, որ գնաք ճամփորդության։ Տեսնենք աշխատանք եւ բիզնես, այստեղ փոփոխություն է։ Փոփոխություն կարող է լինել աշխատանքում, բուն աշխատանքում, եթե աշխատում եք, դուրս գաք մյուս տեղից, մյուս տեղ մտնեք։ Աշխատանքի հետ կապված գործուղում, սա։ Նաեւ եւս, նայեք, այստեղ տանը կարող է խոսակցություն է, ճամփորդելու համար խոսակցություն է, ինչ որ մեկը դեմ է, որ դուք օրինակ գնաք գործուղման։ Այստեղ ինչ որ կան, նմանատիպ բաներ կան այստեղ։
Փոփոխություն նաև կարող է լինել ձեր բիզնեսում, եթե դուք բիզնես ունեք, եւ կարող է ուղղակի տեղափոխվում եք մեկ այլ քաղաք ապրելու, մեկ այլ երկիր ապրելու, եւ այսպես թե այնպես աշխատանքը եւս փոխում եք, կամ աշխատանքի պատճառով եք ուզում տեղափոխվեք մեկ այլ երկիր ապրեք, կամ մեկ այլ քաղաք, եւս այստեղ դեմ են կանգնում։ Այդ փոփոխությունները շատ լավն են։ Ընտանիքի անդամներին պետք է ուղղակի հանգիստ բացատրել, որ դա ի բարօրություն է, հա, դա շատ լավ փոփոխություն է եւ պետք չի դեմ կանգնել այդ փոփոխությանը։ Դա ավելի շատ կվնասի։ Սա նոր բաներ են, նոր ինչ-որ մի բան է զարթնելու ձեր բիզնեսում, ինչ-որ նոր մի բան եք մտցնելու, նորույթ, նոր ձև աշխատելու։ Աշխատանքի մեջ նույնպես, եթե օրինակ չեք պատրաստվում այստեղ փոխել, հա, հիմնական աշխատանքի, ապա եւս ձեր աշխատելու ձևի մեջ փոփոխություն կմտնի այդ ամիս, կամ էներգիավլի կլինեք այստեղ, կամ գումարն է բարձրանում, աշխատավարձն է բարձրանում, դրա համար եք այդպես այսպես հավեսով փոխում ձեզ աշխատանքի մեջ, այդպես։ Տեսնենք ընկերները եւ օգնությունը, ահա, հենց ընկերոջ քարտն է ընկել, նոր ընկերներ ձեռք բերեք եւ օգնությունը նույնպես ձեր ընկերն է հասնելու ձեզ։ Ընկերոջ կողմից է, կամ իրան է պետք լինելու, որ դուք օգնեք, կամ եթե ձեզ է հարկավոր, նայեք ընկերը կա, կաջակցի ձեզ։ Բացի դա, սա նոր ընկերներ են, ավելի շատ ընկերների շրջապատում կլինեք այդ ամիս, եւ նոր մարդիկ կհայտնվեն, որոնք եւս էլի լավը կլինեն եւ պատրաստ կլինեն ձեզ օգնելու յուրաքանչյուր հարցում։ Եվ տեսնենք ձեր վախերը, խնդիրները եւ գաղտնիքները։ Նայեք, վախը կորուստն է։ Վախենում եք կորցնելուց։ Վախենում եք գաղտնիքը բացահայտվի, ինչ-որ մի գաղտնիք։ Եվ այս առնետները ընդհանրապես մանր խնդիրներ են։ Ձեր վախերը դրանք են, որ հանկարծ խնդիրներ չլինեն։ Տեսնենք կգան այս ձեր վախերը իրականություն ոնց որ կդառնան, թե ոչ։ Հարցնենք վախերը Բացեք ոնց հարց տամ, որովհետև այստեղ վախը կորուստն է։ Պետք է վախենալ արդյոք թե ոչ այդպես։ Տեսնենք։ Ոյ, այո։ Ձեր վեճի հետ է կապված։ Կորուստը կարող է լինել վախը կորուստ, այսինքն կարող է երկրորդ կեսի կորուստը վախ, հա, այդպես լինի որպես։ Խնդիրները օրինակ աշխատանքի վայրում, բիզնեսում, վախ կորուստ աշխատանքը։ Նաև այստեղ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ եւ այդ ձեր գաղտնիքը այդպես չպասնի բոլորի ներկայությամբ ձեր դեմքին։ Դա համար ոչ ոքի մի պատմեք, ոչինչ։ Բա հետո ինչ կլինի։ Վերջը։ Ոյ, չեմ։ Այստեղ մի տեսակ վախերը արդարանում են, այդպես ասած։ Վախերը արդարանում են, այստեղ հնարավոր են մանր խնդիրներ, որոնք որ իրոք կարող են ձեր մոտ վախ առաջացնել։ Այստեղ նաև նույն քարտն է ընկել։ Ինձ թվում է ավելի շատ ձեզ մոտ վախը, որտեղ ընտանիքում էր խնդիր, ուրիշ այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Աշխատանքում խնդիր չեմ տեսնում, խնդիրը հարաբերությունների մեջ է, ընտանիքի մեջ է, տան մեջ է եւ ճամփորդության։ Եվ այստեղ, եթե դուք բորբոքվեք, վիճեք, ապա կարող եք կորցնել ձեր երկրորդ կեսին, առաջինը։ Եթե տան հետ է կապված եւս էլի, հա, վախենում եք, դրա համար բորբոքվում եք, գոռգռում եք, որ հանկարծ չկորցնեք, օրինակ ժառանգություն է, կարող է ինչ-որ բաներ են։ Եթե բաժանվում եք, այդ կիսելու հարցերն եք կարող է գոռգռում, որ ունենաք։ Ամեն ինչը վերահսկողությունից դուրս կարող է գալ, եթե ձեզ չկարողանաք զսպել։ Նույնը կորցնել զույգին, նույնը կորցնել ընտանիք, նույնը այստեղ, հա, ընդհանուր առմամբ այստեղ խոսակցությունը ընտանիքների մեջ է։ Պետք է կարողանաք ձեզ զսպել։ Որտեւ այդ բորբոքվածությունն է, որ կբերի վեճ, վեճից հետո էլ կորուստ։ Դուք ամեն մեկը գիտեք ինչի համար վախ ունեք, որտեւ դա վախերի քարտն է։ Իսկ մենք տեսնում ենք մարտ ամսի խնդիրը։ Իսկ մարտ ամսի խնդիրը տունն է, ընտանիքը, հարաբերությունները։ Եվ եթե ձեր մոտ վախերը դրանք են, ապա
Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, փակել բերանը, չբորբոքվել, չվիճել։ Եթե դուք գիտեք, որ ձեր վախերը աշխատանքի հետ են կապված, գումարի հետ են կապված, այստեղ խնդիրներ բացարձակ չկա։ Պետք չի վախենալ, սա ասում է ձեր ներքին անհանգստությունն է, ներքին բորբոքումն է, հանգստացրեք ձեզ, ուրիշ ոչինչ պետք չի։ Միայն եթե տան եւ զույգի հետ է կապված, ապա այստեղ պետք է ձեզ կարողանաք զսպել, թե չէ իրոք կկորցնաք։ Այսքանը ձեզ համար տեսակ խնդիրը որտեղ էր։ Այնպես որ կառավարեք ձեր զգացմունքները, կառավարեք ձեզ, որպեսզի այդ խնդիրներից խուսափեք, թե չէ կորուստը անխուսափելի է։ Միայն անձնական կյանքը ասացի արդեն էլ նորից չկրկնվեմ։ Այսքանը ձեզ համար թող որ մարտ ամիսը ձեզ համար լինի հաջողություններով լի ամիս։